Ողջույն և կաճառողջություն եմ մաղթում մեր հայրենատեր հայրենակիցներին, խնդրում տարածեք եթերը, մի փոքր սպասենք, եթերը տարածվի, արդեն կարող ենք շփվել, այսօր բացառիկ եթերը, իրականում բացառիկ եթերը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հաշվի առնելով Սիրիայի դեպքերը, հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող դեպքերը, պատկերացրեք այնքան հրատապ ու այնքան ջղայնացած վիճակը, ես ես հիմա ցույց կտամ, նայեք այդ փաստաթղթերի ցանկը, պատկերացրեք ինչքան բան կա խոսալու, պրոստը այս ժամին սրա մասին պետք չի խոսալ հիմա արդեն 11:10 է, հիմա դրա ժամանակը չի, եսի նավսյակի եթեր համարեք, որովհետև իրականում շատ է լուրջ իրավիճակը, ես իմ հայրենատեր հայրենակիցներին մի հատ բան եմ խնդրում, բացառիկ մի հատ բան եմ խնդրում, ովքեր ունեն հնարավորություն, միջոց, ցանկություն և սա իմ ասածը չհամարեք դա ասենք տագնապ, ես միշտ տագնապ եմ համարում, քանի դեռ մենք այս իրավիճակում ենք, բայց մի հատ բան եմ խնդրում, ովքեր ունեն հնարավորություն, միջոց և ժամանակ, խնդրում եմ, անցեք բոլոր ռազմահայրենասիրական, հասարակական կազմակերպությունների բոլոր դաշտերով, սկսեք կրակային պատրաստությունից մինչև տակտիկական, դուք հասկանում եք, ես այնքան նամակներ եմ ստանում, ես անձամբ չեմ այդ բաները վարում, ես չեմ կարում, հասկանում եք, ես մեկուսացված եմ, բանակից մեկուսացված եմ, սպեցնազից մեկուսացված եմ, ինպես մարդը, ես հասկանում եք, ով ինձ ճանաչում է գիտի, չի տալի պետություն այդ հնարավորությանը, չեմ կարում, ես այնքան մեկուսացված եմ, կամ դատախազությունում եմ, կամ քննչականում եմ, կամ սահմանում եմ, կամ էլ եսին որդի եմ, ես ձեզ մի հատ բան եմ խնդրում, ովքեր ինձ ճանաչում են գիտեն ես ով եմ, ձեզ բացառիկ խնդրանք ունեմ, այսօր տենում եք Սիրիայի դեպքերը, տենում եք Սիրիայում ինչ է կատարվում, ինչ քաղաքակրթություն, ինչ բարեկամություն, դուք տեսնում եք, դուք տեսել եք իմ էջում մի հատ բան նման բան տարածեմ, ես ոչ մի էջում նման բան չեմ տարածում, դա իմ ամոթը կլնի, ես չեմ տարածում, բայց ես դրանից մեռնում եմ, հասկանում եք, ու ինպես հասկանում եք ինչքան տղեկ, հարազատներ ջան, աղբերներ ջան, հայեր ջան, քույրերս, ոնց ասեմ, ով իրեն հայ է համարում, հասկանում եք հիմա տենում եք Սիրիայում ինչ է կատարվում, էդի փոխանցվելու է ստեղ, դուք հասկանում եք ինչ է, դուք ոնց եք հիմա պատկերացնում, մեզ ոնց են մեկուսացել հիմա բանակից, ժամանակին բանակի սպեցնազի պատրաստողներին, չեմ ուրիշ բաներ ուզում, լավ Արցախից եմ ես պալի տեղը, տենց ընդունենք, իրականում ես Արցախից եմ պալի տեղը, ես ով եմ, հարց չկա, բայց դուք պատկերացնում եք, մեր հայոց բանակում ինչ տղեկ կան, ինձ իրականում Արցախից եմ պալի տարը, որպես միջազգային հետախուզվող տերորիստ, մյուսը, բոլորը տերորիստ են, ով Արցախի համար կռվել է, բայց Արցախի 20 թվականից հետո ենք, չէ մենք պալի տեղը մենք ով ենք ըստ էության, հարազատներ ջան, ոչ մեկին մի վստահեք, ոչ մեկին մի հավատացեք, եթե ձեր տան մեջ կա փող, որը հացին հերիքում է և զենք գնելու իրավունք ունեք և պայմաններ ունեք, զինվեք, ես ձեզ խնդրում եմ, ես պատական ձեզ բան չեմ ասում,
Ես ձեզ վստահելի բան եմ ասում, եթե դուք ինձ հավատում եք։ Հիմա տեսնում եք, ես իմ էջով չեմ տարածում ինչա կատարում Սիրիայում։ Շատ ծանր իրավիճակ է, շատ։ Եվ սա մեզի վիզը։ Ես հիմա այս պայմաններում հիմա չեմ կարող շատ ծավալվեմ, հասկացեք։ Դուք պետք է ընկալեք ընտանիքով, եթե տուն ունեք պայմանական 300,000 դրամ փող, ավել փող, որ կարաք առնեք այդ սեյֆ կոչվածը, այդ սեյֆը եթե չիլում չես կարա զենք առնես իբր թե, տենց էլի բանա, փող աշխատելու միջոց են առել, խնդրում եմ, բոլորից խնդրում եմ, ով ունի հնարավորություն, օրինական միջոցներ այսօր թույլ է տալի, բոլորդ զինվեք, գալի օրը հիշեք ինձի, հիշում եք ինձի ոնց Սյունիքում ծեծեցին, գցեցին իմ զորքետենկոմ, իմ ստորաբաժանում հադրութում խնդիր էր կատարել, հիշեք Սյունիքում ինձի, տեղ գյուղի տակը, այսօր մինչև հիմա դատերի մեջ եմ խուլիգանության հոդվածով, այսօր իմ պաշտպանած տեղը 68 հեկտար թուրքը նստած է, Այն մեր պաշտպանության շրջանում չէր կարող մի մետր գալ առաջ, ձեզ պրյամո ինչ կա ասում եմ էլի, տենց է իրավիճակը, շատ բան կա չեմ կարող եմ եթերեն ասեմ, այս պայն սա հրատապ եթեր համարեք, խնդրում եմ ձեզ, ովքեր ունեն հնարավորություն, զինվեք, օրինական գնացեք, օրինականը զինվեք, Ես չեմ ծավալում ուրիշ բաների մասին, օրինական զինվեք, մեր ու մանուկ, մեր պաշտպանությունը լինելու, մեր ու մանուկ, այս թուրքերը մեզ չեն պաշտպանելու, գոնե ինձ կհավատաք, դուք պատկերացնում եք ինչ սիտուացիա, ես հիմա չեմ կարող խոսամ, ես հիմա մի քանի ժամ հետո կարող եմ մտնեմ եթեր, հիմա տենց է սիտուացիան, խնդրում եմ ձեզի, լսեք ուշադիր, զինվեք, Օրինական զենքերով զինվեք, չեն կարող այդ զենքերը ձեզանից վերցնեք։ Հիշում եք 2021 թվականին, որ ես Սյունիքը պաշտպանում էի, որ գյուղերը զինաթափում էին, հելա փողոցները փագեցի, այդ միջպետական ճանապարհը փագեցի, մինչև հիմա դրանով խուլիգանությունով դատվում եմ։ Ես ասում էի, որ տալիս են, լսեք ուշադիր, Հայաստանի Հանրապետությունում մեր կողմ քրեական գործ կա, կանխատեսելիության այդ առումով, մեկը Իմնա, մեկն է Գառնիկ Իսագուլյանիննա, որ ես ասում եմ ինչա լինելու և Գառնիկ Իսագուլյանն էլ ասեց ինչա լինելու, այս երկու, այսինքն մենք ոնց որ Վանգայի հետ մոտիկ ենք եղել, ես չեմ ուզում 100 անգամ չեսնեմ, հասկացեք, ես հոգնել եմ այս ամեն ինչից, մի հատ բան եմ խնդրում, օրինական հնարավորություններից օգտվեք, զինվեք, ընտանիքի բոլոր անդամներով Իսրայելի պես պետք է պաշտպանենք մեզ, ուրիշ վիճը չկա, սա շատ տականք պետական սիստեմա է ձևավորված, հավատացեք ինձ էլ ինչ եմ ասում, չեմ ուզում շատ ծավալում, շատ ծանր իրավիճակ է, մենք պետք է կռվենք, ուրիշ ձև չկա, այո, ռևաշիստ կձևակերպեն, ինչ կանեն, դուք հիմա հասկանում եք, այսօր Ադրբեջանը ու Թուրքիան մեզ են ուզում արդեն, Եվ սա տալու է, դա իրան է թվում, սաղ ինչ կա հանձնեց, հիմա թազա սկսել են արդեն թազա ռեֆորմներ, թազա, ասում ով թաքնվում է Հայաստանի Հանրապետություն, դուք հասկանում եք, ով է թաքնվում Հայաստանի Հանրապետությունում, այ բոզի տղեկ, Արցախը մեր հայրենիքն է, արա, Հայաստանը մեր հայրենիքն է, ով է թաքնվում Հայաստանի, յանի ձեզնից ենք փախել, Յանի ձեզից ենք փախել, դուք հասկանում եք, 72 ժամվա բլիցկրիգի պլան են ունեցել 44 օր չեն կարացել իրականացնեն, երբ որ Նիկոլը խառնվել է, արդեն սաղ տոշնի է եղել, ով է փախի արա, ուզում եք պատերազմ,
Խնդրենք, արա, տոմսերը ստացեք, առաջացեք, արա, դաժե կոլեկտիվ հայտեր ենք ընդունում, այ բոզի տղեք, դուք եք սրանց հետ կապնվել, որ մնդե զինադադար կնքեցին, զինադադարը ես ընդունել եմ ճարտարի ֆրոնտի ուղությամբ, չեմ ծավալում, այ աղբի տղեք, ով է փախի, արա, Արցախի ժողովրդին հանիք անուն դրլեք չեն կրվե, հա, ով չի կրվե, արա, ով չի կրվե, բոզի բալեք, ով չի կրվե, այսօր Շիրակի մազում, ես իմ ինչ ընտրությունները, ոմն սարիք, նիժն սարիք, ասում է, դե չեն կրվե դրա համարը, այ գանդաֆիլիա, դու ուտես որ մեր անունից խոսում ես, դու ով ես, արա մեր անունից ես խոսում, ով չի կրվե, այո, քննադատելի բաներ կա, այո, սենց պտի չլներ, սենց իրականում սենց պտի չլներ, այո, մենք այդքան զենք իրավունք չունենք հանձնելու, ես ինչ կա պրյամոյ ասում եմ, կրվելու թեմա էր դա, Արայք Հարությունյանը մեզի մերժեց, մենք պտի տեղ գյուղի տակով մտնենք, մեզի մերժեց չես, այո, Արայք Հարությունյանը պետական դավաճան է, ես պրյամոյ ասում եմ, սաղ կանամ աբասնավատ անեմ, 353 տղա, տեղ գյուղի տակով կորնի ձելով պտի մտնենք ալցան ընդե պագել էր, ղեկավարը այս պայի դրությամբ դաժե գորիսի կագեվեի պետ հարութը պագել են սաղ ճամպեն, որ մեզ կամ կվերցնեին կամ միտեղից կվերցնեին, հասկացանք ինչա կատարվում, այդ ժամանակ բաններ, գյուղը, չէ, գյուղը Աղավնո գյուղի թեմայով, ինչ կա ձեզ պազ ասում եմ, այդ ձեզով ասեմ չի կրվի, այ բոզետա, կոզետա, լոզետա, դու լեննականում նստած, ես իմ 56 հատ կուսակցություններ փոխած, դու խոսում ես Արցախում կրվածների ու չկրվածների մասին, ասում ես չկրվանք, արա դու կրվել ես, այ կլենդ, ես եթերով եմ ասում, որտև ինքը եթերով ասում, ես իրաց վաբժե շփվելի բան չունեմ, ես պրյամոյ ասում եմ, Վարդան Ղուկասյանը իմ ընկերն է, իմ ավակ ընկերն է, Սպարտակ Ղուկասյանը իմ ընկերն է, ես իրենց հարգում եմ, իրանք իմ ընկերներն են, ես կլենտները որ խոսում են, բա պատերազմի վաղ դուք ուտ եք եղել, ասում է չկրվանք ես ու դու, նայք ինչ ասում, լրագրողին է էլի ասում, այս նույնը գլխավոր շտաբի պետ են, որ կա իմ դվարունին գերուին, են որ Նարեկ Կիրակոսյանին ասում է, Նարեկ Կիրակոսյանը դուք դեմքով տեսել եք, սենց ժիվոսիլա որպես, Նարեկ Կիրակոսյանը ասում է զենք վերցրա, արի եթանք ազատագրենք, դուք դա տեսել եք ուղիղ եթերով, մի ասա դա, ավտոմատը հանի դու Նարեկ Կիրակոսյանի մի հատ էլ դու վեկալ, տես հետևիցդ ոնց են կրում, հասկանեք այս շոուները, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի վարման ընթացքում 6-ից 7 ամսվա ընթացքում չի ունեցել, ուշադի լսեք, շատ կարևոր բան եմ ասում, գլխավոր շտաբի պետ, 6-ից 7 ամսվա ընթացքում պատերազմի ընթացքում գտնվող պետությունը չի ունեցել ազգային անվտանգության ծառայության օպերատիվ գծով տեղակալ եւ նայեք Մոնոնի Ժումապրե, տեսեք ինչ հրաշքներ են, միանգամից այդ պաշտոններում հայտնվել, ես գիտեմ իմ ասածանը նստելու, դա իրաց սերական կողմնորոշման խնդիրն է, բայց գլխավոր շտաբի պետը, ով ստորագրել է Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլ դու բոզի տղա ես պտի եթաս, 6 ամիս հետո այդ ստորագրողներից մեջից սենց անուշ աղբեր են գտել ու գլխավոր շտաբի պետը նշանակե, էդի արդեն Մոնոնի է էլի, Ժումապրեն է գումարեք վրան, հիմա ասում են գերիներ չունենք փոխանակման համար, ես է գտել եմ տեղը, են օրը գրել եմ, 253 հոգի, են որ ջորու հաս չունեն, ընդեն, ջերմուկի տակը,
Կարանք փոխանակենք։ Եթե ընդեն էլի, այն որ հաց ու ջուր պետք է բերեն, ես եմ, եթե Հայաստանը չի սնե, չի ծնե, կարող ծնել եք դրանցից ինչ որ բաներ են ծնվել։ Այստեղ է sex jazz box-ը այստեղը։ Ես հիմա մի հատ բան եմ խնդրում իմ ազգաբնակչությանը։ Պատրաստվեք պատերազմի։ Բոլոր դաշտային հրամանատարներին, բոլոր կռվող տղեկին, ովքեր ինչ ճանաչում են, իմ աղբերներն են, նախկին կլինեն, հիմա թե ապագա աղբերներ կլինեն, ովքեր մեղքեր են գործել իմ նկատմամբ, սխալներ են թույլ տվել, բոլոր ամեն ինչ աշխարհում ներում եմ։ Մի հատ բան եմ խնդրում բոլորին, պատրաստվեք պատերազմի։ Կգա իրավիճակային սիստեմա, չենթարկվեք այն հրամաններին, որը տանելու է կորստի։ Ես հիմա քիչ եմ խոսում այս ամեն ինչից դետալային։ Ես ձեզ խոսք եմ տալի, եթե ես գիտեմ ինչի մասին եմ հիմա հրատապ մտել։ Ես ձեզ խոսք եմ տալի, տենում եք այսքան փաստաթղթերը։ Ես ձեզ խոսք եմ տալի, թող բարով, ասով լույսը բացվի։ Ես գիտեմ ինչ են ծրագրել իմ հետ կապված, եթե որտեղ մարդիկ են ներգրաված, որ միջև առավոտ ինչ չկապնեն, որովհետև իրականում չեն կարող, որ կապնեն, արդեն մեծ խնդրեմ է իրավական առումով առաջանալու։ Եթե էսի ընկավ տեղը, ես ձեզ խոսք եմ տալի, կլինի դա առավոտ 5-ին, առավոտ 6-ին, առավոտ 7-ին, դուք կտեսնեք իմ հատուկ եթերը, էլ ես մայկով չէ, ուրիշ մայկով։ Ես ձեզ խոսք եմ տալի, ես ձեզ փաստաթղթավորված ցույց կտամ, ոնց են կամավորական շարժումները լղճում, վերացնում եւ բանակը ոնց է լղճվում։ Հաթա դետալներ, այսպես կկարդամ, սաղը թուղթը գրիչով մտեք իմ եթեր, համբերեք մի քանի ժամ էլի, որտեվ սրանք մի հատ կինո են սարքել, Նիկոլը որոշել է սաղին գլուշի տանի։ Ինչ պետք է անես։ Մենք ապոնի զենք չունենք, պետք է վերցես բացառությամբ տակից, որտեվ ծանր է քաշս։ Տակից թող վերցեն, տանեն, էլի բերեն, էլի եթերս էթալու է։ Ես զենք չունեմ ապոնինի, ընկերներս ապոնի զենք չունեն, ապոնի զենք զինամթերք չունենք։ Մենք սպասում ենք մենակ պետական զենք զինամթերքին, տենանք հայրենիքը ոնց ենք պաշտպանում։ Մի քանի ժամ սպասեք, խնդրում եմ ձեզի։ Մի քանի ժամից ավելի հետաքրքիր եթեր կլինի։ Մենք ոչ մի բան ապօրինի չունենք։ Մեզ փռել չի կարելի, որովհետև իրականում չի կարելի, էլի։ Այս սեքսին ոնց հասցնենք, որ այ ապրանք թուրքական հերոստանգերություններին խոսք է տվել, մեզ փռելու է։ Խոսք է տվել թուրքական հերոստանգերություններին։ Ալիևի արև եմ ասում ու Էրդողանի, թե կարանա մեզի փռի։ Որ ազդվի էլի մի քիչ, դե Հիսուս Քրիստոսի արև ասեմ, իրան չի դուր գա, Ալիևի արև եմ ասում և Էրդողանի, մի քանի ժամ սպասեք, բայց խնդրում եմ էլի, չքնեք, մի քանի ժամ սպասեք, հարգանք ունենք, պատիվ ունենք, Աստված պապանի Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, մի քանի ժամ սպասեք էլի, լուրջ իրադարձություններ եմ կատարում, չեմ կարա ծավալում, մի քանի ժամ սպասեք, Աստված պահպանի մեր Հայաստանը։